Այդ կոյուղին ուր է եթում, որտեղ է լցվում, այդ է որտեղ է լցվում, էս է վիճակը։ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում բնակիչներն արդեն 10 տարի է ապրում են կոյուղատարի վերածված գետի ափին։ Շատ տարիներ առաջ գետը բնակիչներին ծառայել է եւ խմելու եւ ոռոգման ջրի աղբյուր։ Հիմա այն հիվանդությունների բույն է, ասում են կոտայքցիները։ Մինչև 1953-4 թվերը մենք այդ ջուրն ենք խմելու համար օգտագործել, բոլոր բնակ խմեր ենք, խնութ են հարել, ամեն ինչ։ Դե դրանից հետո Կոտայք կանալը որ եկավ, այս ջուրը տարան արդեն Երևան, մեզի տվին կանալի ջուրը, շատ լավ էր, մինչև սրանից մի 10-12 տարի առաջ։ Այս ջուրը կտրվեց ու գնաց այն մի կողմի վրա, քանի որ գարեջրի գործարանի մոտից կիսվեր միշտ երկու մասի, բայց մեծ մասը միշտ եկե այս կողմի վրա։ Գյուղում չարլեզուներն ասում են, գետի հոսքը փոխել են, որովհետև մի քանի մետր հեռավորության վրա գես են կառուցում։ Կոյուղու ջուրն է, միայն կոյուղու ջրերն է։ Դիմել են եւ համայնքապետին, եւ վարչապետին։ Վերջին անգամ ապրիլի 8-ին են հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Նա խոստացել է, հանձնարարելու է զբաղվել խնդրի լուծմամբ։ Մինչ մարդիկ սպասում են պետության լուծումներին, կյանքը դժոխք է թվում բնակիչների համար, հատկապես ամռան ամիսներին։ Շատ զզվելի հոտ, պատուհան բացել չի լինում, դուրսը նստել չի լինում, սարսափելի վիճակ, միջար պետքա լինի, թե չէ, պետքա ապրենք, թողենք գնանք, ուր գնանք։ Միշտ է այսպես եղել։ Միշտ չէ, այս վերջի տարիներն է այսպես եղել, այն ժամանակ մաքուր ջուր էր գալիս տեղով, գետին է երևում էր դաժե։ Պատշգամբ դուրս գալ, զբոսնել բակում չեն կարողանում։ Երեխաներն էլ դրսում խաղալ չեն կարողանում։ Մարդիկ անգամ իրենց այգին չեն կարողանում մշակել, չունեն ոռոգման ջուր, հաճախ ստիպված, բայց գործածում են խմելու ջուրը։ Հեսա մի քիչ շոկերը որ տվեց, խոլերանից է դառնում։ Նախ ոռոգման ջուր չունենք, ամբողջը չորանում, մեր այգիները չեն կարող մշակենք, ստիպված երբեմն խմելու ջրով, որ ես չեմ ընդունում, թեկուզ հաշվիչով է, ինչ որ կապ չունի, հա։ Այս աղբը ինչա, մարդիկ աղբել են այստեղ թափ։ Էսի չէ, էսի հենա, բանը դրած անդեղ, շները, հաղպանությունը լավ է կազմակերպված։ Շները բերում են այնա ցրևեն տվես, ես դա մի քիչ չորանա ինքս կհավաքեմ։ Իսկ սա արդեն գյուղից մի քանի մետր հեռու գտնվող գետն է։ Բալահովիտի գետի հոսքը փոխելուց հետո դրա ջուրն այս գետով է հոսում դեպի Հրազդան գետ։ Մեզանից որտեղ հիմա կանգնած ենք, մի 700 մետր վերև գարեջրի գործարանի մոտից կիսվում էր։ Հիմա այն սցենարը որ լրիվ այս կողմի վրա է գալի այս ջուրը։ Այնտեղ ոչ մի գրամ ջուր այն կողմի վրա չի գալի տարվա ոչ մի սեզոնին։ Մի քանի օր առաջ սելավ էր, ստե այս ջուրը մի 5 պատիկ ավել էր, նույնիսկ հեղեղումներ այլ է այդ տարածքում, բայց մեր մոտ ոչ մի կաթիլ ջուր չի եկել։ Ջրային կոմիտեից ասել են, խնդրի հասցեատերն իրենք չեն, հորդորել են դիմել մարզպետին կամ համայնքապետին։ Կոմիտեն ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է որակում ու նշում է, աշխատանքներ են տարվում խնդրի ամբողջական կարգավորման ուղղությամբ։ Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգն իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կատարվում են ամեն տարի եւ առաջիկայում եւս նախատեսվում են շարունակական մաքրման եւ կարգավորման միջոցառումներ։ Միևնույն ժամանակ կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղ-տեղ անհնար բնակիչների ինքնակամ կառուցված շինությունների, ցանկապատերի, անասնագոմերի եւ այլ խոչընդոտների պատճառով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։ Մինչդեռ բնակիչների խոսքով մաքրման աշխատանքները բավական չեն, նախ դրանք 2-ից 3 տարին մեկ են իրականացվում, երկրորդ անհրաժեշտություն է կոյուղատար համակարգը, որը կպահպանի սանիտարական նորմերը։ Բալահովիտը Աբովյան խոշորացված համայնքի կազմում է։ Փորձեցինք պարզել ինչու եւ ինչպես է ստեղծվել այս վիճակն ու ինչպիսի լուծումներ են գտնվելու։ Համայնքապետարանից հորդորեցին կապ հաստատել իրենց հետ աշխատանքային օրը, մայիսի 5-ին։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։